Մակարեն Նյուզ։ Պարոն Գալստյան, քանի որ հունվարի 1-ից մտնելու է արդեն ներդրվելու է առողջության ապահովագրության, պարտադիր ապահովագրության համակարգը, ինձ հետաքրքիր է թե ԿԲ-ն այստեղ ինչ գործառույթ ունի անելու, ապահովագրական ընկերությունները կարծեմ ձեր վերահսկողության դաշտում են գտնվում եւ դա ընդհանրապես այս պարտադիր ապահովագրությունը, որը նաեւ մարդկանց աշխատավարձերից է պահում արվելու մինչեւ 200,000 եւ ավել ստացվում մինչեւ 200,000 ստացողներին, թե ինչ մի խոսքով որոշակի ցենզեր կան, այս մասով դուք ինչ կանխատեսումներ ունեք տնտեսական ակտիվության մասով, չգիտեմ, գնաճի մասով, մնացած ծառայությունների հետ կապված։ Շնորհակալություն։ Գնաճի մասով կդժվարանամ որևէ բան ասել, որովհետև չեմ կարծում, որ ազդեցությունները էական են լինելու առնվազն առաջին փուլում, երբ որ համակարգը կմտնի գործունեության, այսինքն կիրառական փուլ, արդեն կտեսնենք ինչա այդտեղ զարգացումները, տնտեսական աճի մասով ընդհանրապես կոմենտ չունեմ։ Ինչ վերաբերում է մենք վերահսկում ենք ապահովագրական ընկերություններին, այո, մենք վերահսկում ենք ապահովագրական ընկերություններին, բայց ապահովագրական ընկերությունների դերը ռեֆորմի մեջ էական չի։ Այստեղ իրականացվում է պետական ռեֆորմ, որտեղ մեր ապահովագրական ընկերությունները, Հայաստանի մասնավոր ապահովագրական ընկերությունները ունեն փոքր դերակատարում։ Եթե ես ճիշտ եմ հասկանում իրենց դիրքավորումը հիմնականում կամավոր հավելյալ ծառայություններ վաճառելու մեջ է լինելու, այլ ոչ թե պարտադիր էլեմենտները իրականացնելու։ Ըստ այդմ դուք գործառույթ ունեք իրականացնելու այստեղ եւ ձեզ հետ քննարկումներ արվել են համակարգի ներդրման։ Մենք մասնակցել ենք քննարկումներին, բայց մենք այդտեղ գործառույթ չունենք անելու։ Մեր ավելի ապահովագրական ընկերությունների վերահսկողության դաշտում է, որտեղ որևէ խնդիր չենք տեսնում։ Sputnik